Օրվա խորհրդի հետ կապված այսօր 110-րդ տարելիցն է հայոց ցեղասպանության ասորական համայնքը նույնպես գիտի կարծեմ թե ինչ է ցեղասպանությունը, խնդրեմ ինչու եք այսօր այստեղ։ Ասեմ, ինչպես դուք նշեցիք, Արզնի համայնքի ներկայացուցիչն եմ ես եւ ներկայացնում եմ մեր փոքրամասնությունը ասորական, բացի դրանից, որ մենք գիտենք այսօր ինչ օրա ցավոք սրտի նույն բախտն ենք կիսել մեր եղբայրական հաջողորդի հետ, որը որ 15 թվին ցեղասպանվել է, այն թվում նաեւ մի 700-ից 800 հազար ասորի են սպանվել։ Եվ մեր համար նույն ցավն է մեր ժողովրդի, ասորի ժողովրդի համար, բացի դրանից, որ մեր եղբայրական ժողովուրդն այդ ցավը ապրում ենք իրենց հետ, այդ թվում նաև նույն ճակատագրին ենք արժանացել մենք։ Հնարավոր է մոռանալ կամ պետք է հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել ցեղասպանությունը, թե Հայաստանի իշխանությունները ասում են, որ պետք է դեռ հասկանալ ինչ է տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ, ինչպես եք մտածում, ճիշտ են ասում։ Եթե թույլ կտաք, ես չէի ուզի այս օրը մենք ինչ-որ քաղաքական երանգ տանք այս ամեն ինչին, ինձ թվում է ամեն մի հայ կամ ասորի կամ եզդի այն ժողովուրդը, որ արժանացել է այս ճակատագրին, այս ցեղասպանության միջով անցել է, չեմ կարծում, որ ինչ-որ մտածելու կամ կասկածի տակ ես չեմ ուզում մեկնաբանեմ, ոչ էլ ինչ-որ քաղաքական երանգ բարեկամություն եւ հարաբերությունների հաստատում Թուրքիայի, Ադրբեջանի հետ, եթե ժխտողական քաղաքականությունն այդ երկրների կողմից շարունակվում է։ Ես ներողություն եմ խնդրում, թույլ կտակ, ես ոչ մի քաղաքական հայտարարություն չեմ ուզում անեմ, ուղղակի եկել ենք սքենք, ծաղիկ դնենք։ Քաղաքական չէ, ձեր տեսակետն ասած, որպես մարդ, որպես ասորի համայնքի ներկայացուցիչ, որպես Հայաստանի բնակիչ։ Ձեր տեսակետն։ Մեր տեսակետը մենք այս մեր այցով Ծիծեռնակաբերդ ինձ թվում է մեր այցը ամեն ինչի մասին ասում է։ Շնորհակալ եմ։ Որ պետք չի մոռանալ եւ հարցականներ դնել։ Պետք չի մոռանալ, գիտեք ոնց մոռանալու մասին ընդհանրապես չեմ մտածում ես, դա մեր պատմության մի մասն է։ Բայց պետք է բարձրաձայնել միջազգային հարթակներում։ Ինձ թվում է մեր բոլոր իշխանությունների ժամանակներ, թե նախկին թե ներկա, այդ հարցը միշտ էլ բարձր ամբիոններից հնչել է եւ ես չեմ տենում պատճառ ինչ որ կասկածի տակ դնել այդ ամենը։